2022 թվականից հետո հայ զինվորները չեն զոհվում սահմանի վրա, դա ոչ թե օգոստոսի անցյալ տարվա տրիպի ստորագրումից հետո էր, այլ այն բանից հետո է սկսվել, երբ այստեղ տեղակայվեցին Եվրոպական միության խաղաղապահ դիտորդները։ Նրանք են կանգնացրել Ադրբեջանի պատրաստվող հարձակումը, որովհետև 20 թվականի պատերազմը ավարտված չէր, մինչև որ Ռուսաստանը և Ադրբեջանը միասին չհասան իրենց գլխավոր նպատակի՝ Սյունիքով դուրս գալ դեպի Թուրքիա։ Եվ միայն Եվրոպական միությունը կանգնեցրեց նրանց, որովհետև Ադրբեջանը չի կարող պատերազմել մի երկրի հետ, որը թեկնածու երկիր է Եվրոպական միության անդամությանը, քանի որ Ադրբեջանը հենց Եվրոպական միությանն է վաճառում իր և ռուսական նավթն ու գազը։ Եվ Հայաստանը ոչ թե պետք է հասնի ինչ-որ չափանիշների, այլ պետք է հայտ տար օր առաջ, որովհետև միայն Եվրոպական միության թեկնածու լինելու դեպքում մենք կկարողանայինք սկսել քաղաքական, տնտեսական, գաղափարական, կազմակերպչական, դատաիրավական ու բազմաթիվ այլ բարեփոխումները, որոնք ի վերջո բերելու են մեզ և իհարկե կբերեն Եվրամիության կազմի մեջ։ Ուստի ինչու եմ ես այս ամենը հիշեցնում ձեզ այսօր, որովհետև 3 օր առաջ մարտի 23-ին արտաքին գործերի նախարարության միջոցով Նիկոլ Փաշինյանը իր կառավարության վերջնական վճիռն է կայացրել, առ այն, որ Հայաստանը դեռ պատրաստ չէ սկսել Եվրամիության անդամակցության գործընթացը։ Ինչ է նշանակում Հայաստանը պատրաստ չէ սկսել այս գործընթացը։ Մենք պատրաստ չենք ազատ անկախ պետություն դառնալ, մարդու իրավունքների, ազգի իրավունքների, ինքնորոշման, այդ թվում իրավունքների, հիմնական ազատությունների, տեխնոլոգիաների, եվրոպական չափանիշների, գիտության, տեխնոլոգիայի, առողջապահության, իրավական չափանիշներին հասնելու համար մենք պատրաստ չենք։ Այդ ինչ եղավ մեզ, որ հայ ժողովուրդը, որը հազարամյակներ պայքարում էր իր անկախության համար, բազմաթիվ բռնապետությունների, բազմաթիվ կայսրությունների դեմ, հանկարծ պատրաստ չէ մի դիմում տալ Եվրամիությանը։ Իրականում դա ՔՊ-ական դասական սուտ է։ Պատրաստ չէ միայն Նիկոլ Փաշինյանը և իր ՔՊ-ն, որովհետև նրանք գործարքի մեջ են մտել մեր գաղութարար թշնամիների հետ, Ռուսաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հետ, որովհետև նրանք ստացել են աջակցության խոստումներ Բաքվից, Մոսկվայից և Անկարայից, և այդ գլխավոր նախապայմանը, որ իրենք հիմա կատարում են, Եվրամիության անդամակցության դիմում չտալը։ Եվ այսօր Արսեն Սարգսյան և ես որոշում ենք կայացրել մեր կուսակցությունների հետ միասին, որ մենք պետք է տերը լինենք այն 60,000 ստորագրությունների և ավել, որ դուք տվել եք և պատրաստ եք տալ 1 տարի առաջ, ավելի ճիշտ 1,5 տարի առաջ, 24 թվականի աշնանը, երբ Եվրաքվե նախագիծը, Եվրադաշինք այն ժամանակ կառույցը կազմակերպել էր և 1 ամսում ստացավ այդ ստորագրահավաքները, որպեսզի Հայաստանում անցկացվի հանրաքվե Եվրամիության անդամակցելու հարցով։ Դրա կարիքը չեղավ, որովհետև 24 թվականի աշնան իրադարձությունները Եվրոպայում և Միացյալ Նահանգներում, եթե հիշում եք, աջակողմյան կուսակցությունների Թրամփի վերընտրությունը խուճապ առաջացրեց պաշտոնական Երևանում և մենք այդ պահին կարողացանք իրենց համոզել, որ
մեզ համար, մեր ազգի, մեր պետության համար միակ ելքն է դիմել Եվրամիությանը անդամակցության համար, որպես կայունության, անվտանգության, զարգացման երաշխիք։